Բարև իմ հարգելի հայ ժողովուրդ, բարև իմ լոռեցիներ, հույսով եմ, որ շատ լավ եք, այսօր մի հատ ոտանավոր եմ ուզում կարդամ ձեզ համար, կարդալու եմ, անգիստ չեմ հիշում, քանի որ նոր եմ գրել, ժամանակ է պետք, որ հիշողությանս մեջ դա տպավորվի, ուզում եմ ձեր գնահատականը ստանամ, ձեր բարի կոմենտներով, ձեր խոսքերով, որ դուք արտահայտվեք ձեր միտքը, ես ինքս հասկանամ, թե ինչ կարծիք եկաք այդ ոտանավորից հետո, ամենքը ձեր ցանկությունը գրեք, արտահայտվեք, որ ես էլ նորանոր բանաստեղծություններ գրեմ ու արտասանեմ ձեզ համար։ Հայ ժողովուրդ, ասեք տեսնեմ, թե ում էր պետք ծերանոցը, ով հորինեց ու մտածեց, որ մեզ պետք է ծերանոցը, ում էր խայթել, ում էր թույնել, այդ գիշատիչ դաժանոցը, որ նա եկավ ու կառուցեց, ամուր ու մեծ ծերանոցը։ Լսիր զավակ դու ոչ բարով, որ չես տեսնում ու չես լսում, մորդ լացն ու տառապանքը, օրը կգա վստահ եղիր, դու կտեսնես ու կլսես, քեզ չի ների նույնիսկ վանքը, անհոգ մնա, մայրդ ներել է քեզ վաղուց, գուրգուրելով ու սիրելով, նա իր գրկում քեզ կուրծք տալուց, նա չի տեսնում ու չի հիշում, ճանապարհը ծերանոցի, նա ուղղակի զարմանում է, օձը կծած օձի վրա, թե ոնց կծեց քո նմանին, որ դեռ դու կաս ու ապրում ես այս գեղեցիկ երկրի վրա։ Իմ շատ հարգելի ու շատ սիրելի հայ ժողովուրդ, իմ լոռեցիներ, ասեմ, որ ես շատ հպարտ եմ, որ ես հայ եմ, բայց շատ ցավում եմ, որ մենք ունենք ծերանոցներ, կամ թեկուզ մեկ ծերանոց և ունենք որբաթում։ Ինձ համար դա շատ ցավալի է։ Չգիտեմ, կարող է դա ինչ-որ մեկի գաղափարով նորմատիվների մեջ մտնում է, դա ասենք նորմալ երևույթ է, բայց կցանկանայի, որ բոլորդ գրեիք ձեր միտքը, տեսնենք, թե ինչքանով եմ ես ճիշտ ու ինչքանով եմ ես սխալ։ Ամեն մարդ ունի իր մտածելակերպը, ինչքան մարդ կա, այդքան մտածելակերպ կա։ Ժողովուրդ ջան, գրեք, ես շատ ուրախ կլինեմ, կարդամ բոլորիդ կոմենտները, հնարավորինս պատասխանեմ ձեր գրած կոմենտներին մեծ սիրով։ Գրկում եմ ձեզ, փաթաթվում եմ ձեզ, մաղթում եմ լավ օր, Աստծո քաղցր անակնկալներով։ Լավ եղեք ժողովուրդ ջան, այսօր այսքանը։